Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը հունիսի 1-ին բավարարել է Հայ առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ ներքին գործերի նախարարության ոստիկանության։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Գործը վերաբերում է Արագածոտնի թեմի Սուրբ Հովանավանք եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանն այն է, որ եկեղեցու նախկին հոգևոր հովիվ կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանն արդեն մի քանի ամիս է ապօրինի զբաղեցնում է վանական համալիրը եւ հրաժարվում է այն լքել։ Ստեփան Ասատրյանը գտնվում է պետական պահպանության ներքո։ Դատարաններ է ներկայանում հատուկ անվտանգության ծառայողների ուղեկցությամբ։ Նա հրաժարվում է վերադարձնել նաև Մայրաթորի կողմից իրեն տրամադրված բնակարանի բանալիները, որն անձամբ Հայոց Հայրապետից ստացել էր ծառայության անցնելուց հետո։ Կարգալույց Ստեփան Ասատրյանն օգտվելով մարդկանց անտեղյակությունից մինչ օրս Հովանավանքում շարունակում է կատարել մկրտության եւ պսակադրության արարողություններ, մատուցել պատարակներ, ինչն ըստ եկեղեցու կանոնադրության անօրինական եւ անվավեր է, հղի վտանգավոր հետևանքներով։ Մայրաթորը նախապես դիմել էր ոստիկանությանը, պահանջելով Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 797 որոշմամբ նախատեսված կարգով թույլ չտալ կարգալույց Ստեփան Ասատրյանի մուտքը եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն եւ Ատյան, այդ կերպ կանխելով ծիսական արարողություններ իրականացնելու հնարավոր վտանգը։ Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայրաթորի դիմումները, այլ արձագանքել, այցելել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերն ու ձեռնարկել սեփականության իրավունքի պաշտպանության համար նախատեսված գործողություններ։ Նրա խոսքով վճռի կարևոր իրավական հետևությունն այն է, որ թեև եկեղեցին բաց է հավատացյալների համար, դրա բոլոր հատվածները նույն իրավական կարգավիճակը չունեն։ Մասնավորապես Խորանը, Ատյանը եւ Ավանդատունը բացառապես եկեղեցական ծառայության համար նախատեսված տարածքներ են։ Վարչական դատարանի գնահատմամբ միայն եկեղեցին է իրավասու որոշելու իր ներքին կյանքի կազմակերպման կարգը, եկեղեցական արարողությունների իրականացման ձևերը, այն անձանց շրջանակը, որոնք կարող են մուտք գործել եկեղեցու պաշտամունքային տարածքներ։ Այս վճռով ըստ էության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը։ Փաստաբանի խոսքով կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանին Հովանավանքից վտարելու գործընթացը դեռ ավարտված չէ, առջևում դեռ այլ իրավական քայլեր են սպասվում։ Անուշ Առաքելյան, Եկեղեցական կյանք։ Հաղպատի վանական համալիր կատարած այցելության ընթացքում է ծնվել այս նախաձեռնության գաղափարը։ 5 տարվա ընթացքում այն աստիճանաբար հասունացել, մշակվել եւ ի վերջո կյանքի է կոչվել։ Մտահղացումը խոստում հիմնադրամի տնօրեն Արմեն Ղազարյանինն է եղել, դրանով ոգևորել է նաեւ ընկերներին։ Նախագիծը եւս խոստում է կոչվում։ Նպատակը հատուկ մշակված համաձուլվածքից արծաթագույն եւ ոսկեգույն ձեռագործ խաչեր ստեղծելն է, որոնցից յուրաքանչյուրի մեջ ամփոփված են օրհնված քարերի մանրացված մասնիկներ։ Սրանք էլ այդ քարերն են։ Հավաքվել են Հայաստանի տարբեր սրբավայրերից՝ Մուշից, Վանից, Սասունից, Անիից, Էրզրումից, Արևմտյան Հայաստանի այլ խոնարհված վանքերից ու եկեղեցիներից։ Քարերի բեկորներ կան նաև Դադիվանքից, Արարատի Գագաթից, իսկ այս քարն օրինակ ջրի տակ անցած ապարանի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու հատակից է հանվել։ Հավաքածուն համալրվել է աշխարհասփյուռ թեմերի եւ Երուսաղեմի հոգևորականների օրնած քարերով։ Նախագծի բոլոր փուլերը փաստագրվել են, քարերը հավաքելուց մինչև խաչեր պատրաստելու գործընթացը, որի վրա նախագծի մասնակիցներն ամիսներ են աշխատել։ Ավելի քան 200 փորձարկումների արդյունքում արծաթագործ վարպետները ստացել են այս խաչը՝ արծաթագույն եւ ոսկեգույն։ Խոստումը նրա մասին է, որ հիշելով մեր անցյալը նայենք դեպի ապագա։ Ամբողջ այդ աշխատանքը, որ արվել է, այն խաչերը, որոնք որ ստեղծվել են նրա համար, որ այն մարդիկ, ովքեր կդառնան մեր խաչի կրողները, իրենք մեր պատմությունը իրենց հետ տանելով նայեն դեպի ապագա եւ կառուցենք բոլորով մեր երկիրը եւ ամեն մեկս մի մեծ գործ անենք մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար։ Հուլիսի 1-ին Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում պաշտոնապես մեկնարկեց խոստում նախագիծը։ Դրա իրականացման վրա մեծ թիմ է աշխատել։ Քարերի մասնիկները խաչերի մեջ տեղադրելու պրոցեսին միացել են վաստակավոր դերասաններ, արվեստագետներ, անվանի շախմատիստներ, մարզիկներ, տարբեր ոլորտների ճանաչված գործիչներ։
Մենք այսօր կամուրջ ենք հանդիսանում մեր նախնիների եւ մեր ապագա սերունդների միջև։ Այս կամուրջը պետք է շատ ամուր լինի, որ կարողանանք ճիշտ փոխանցենք մեր հոգեվոր մշակույթը, հոգեվոր արժեքները մեր ապագային, մեր գալիքին։ Այլապես մենք կզրկվենք մեր ձայնից, մեր դեմքից, մեր տեսքից, մեր էությունից եւ մեր բնույթից։ Բոլոր խաչերը ձեռագործ են, ունեն անհատական համար եւ կրում են հայկական սրբավայրերի, ամենայն հայոց կաթողիկոսների, նաեւ հայ առաքելական եկեղեցու սրբադասված հոգեվորականների անունները։ Ամեն մարդ, երբ որ կկրի խաչը իր կրծքին, նա կտա մի յուրօրինակ խոստում, թե ինքը ինչ է խոստանում իր սերունդերին, ինչ է խոստանում ինքն իրեն մեր խոստում խաչը կրելով։ Արծաթագույն խաչերի մի մասը հետագայում կշնորհվի այն անձանց, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացման գործում։ Նախագծի հոգևոր խորհրդատուն Թովմաս Ուրարակիր Առաքելյանն է, որը մասնակցել է նախաձեռնության գաղափարական ձևավորմանը։ Այսօր մեր հայրենիքում շատ կարևոր են բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են միասնականություն եւ հաշտություն բերելու մեր կյանքից ներս եւ բնականաբար աշխարհի բոլոր եկեղեցիների հետ առնչվող խաչի փառքը մեր ժողովրդի մտքում, կյանքում վերառակող այս նախաձեռնությունը պիտի օգնի մեզ, որպեսզի մենք վերադառնանք խաչին, գիտակցենք, որ խաչի ճանապարհը իրապես բերում է հարության եւ հաղթանակների։ Խաչերի վաճառքից գոյացած հասույթի մի մասը խոստում հիմնադրամի միջոցով կուղղվի կրթական, մշակութային եւ հանրօգուտ այլ ծրագրերի իրականացմանը։ Սա արդեն նախագծի երկրորդ փուլի շրջանակում։ Խոստում նախագիծը հանդես է գալիս երկու կազմակերպությունով, խոստում բարեգործական հիմնադրամ եւ խոստում կազմակերպությունը։ Բարեգործական հիմնադրամը հանձն է առել կատարել շատ մեծ կրթական ծրագրերում ներդրումներ եւ տարբեր մշակութային նախաձեռնությունների մեջ ներդրումներ, իսկ մյուս հատվածը, որը որ կազմակերպության խաչերն են լինելու, նրանք դուրս են գալու վաճառքի հուլիսի 5-ից սկսած, իրենց ուխտագնացության առաջին օրվանից սկսված մեր կայքի միջոցով, իսկ այն գումարները, որը որ վաճառքից կգոյանա կազմակերպության, դա ուղղվելու է նախագծի գլխավոր երկրորդ փուլի իրականացման համար, որը որ մասշտաբներով շատ ավելի մեծ է, քան առաջին փուլը։ Խաչերի ճանապարհը դեռ շարունակվում է։ Սպասվում են նոր ուխտագնացություններ դեպի հայկական տարբեր սրբավայրեր։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարանը վերջերս է բացվել հիմնանորոգված շենք տեղափոխվելուց հետո։ Այժմ տարբեր տարիքի 24 մարզիկ է ընդգրկված հաստատության այս մարզաձևի դասարանում։ Մարզիչը Կարեն Ժամկոչյանն է, Սո Կիոկուշին կարատե մարզաձևի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Կարատեն ավելի շատ ուղղված է անձի ձևավորման, որ անձը մարզվելով ինքը իրան ավելի կոփի, ավելի կարգապահ դարձնի ու մարզումները ուղղված են անձ ձևավորելուն, որը որ հասարակության համար պիտանի մարդ պետք է լինի, բանակի համար զինվորներ դաստիարակենք, որտեղ ինքս զգացել եմ, որ երբ որ ֆիզիկապես պատրաստ ես, թե բանակում, թե ասենք մարտական գործողությունների ժամանակ ինչքան դա քեզ օգնում։ Մարզիչ Կարեն Ժամկոչյանը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է։ Մարտարվեստի մարզումներին հաճախ են նաև հայրենասիրական զրույցները։ Պայմանները շատ լավ պայմաններ են, նոր վերանորոգված ամեն հարմարություններով։ Հայորդաց տունը մշակույթի ազգային կարելի ասել շատ լավ կենտրոն է, որը դաստիարակություն է տալիս երեխաներին, շատ գեղարվեստական եւ հոգեվորել։ Երեխաները ընդունվելուց ստանում են սպիտակ գոտի, հետո որակավորման քննություններին, մրցումներին հաջողությամբ մասնակցելուց հետո գոտու գույնը աստիճանաբար մքանում է։ Վերջերս Հայաստանում սպորտի կառավարման կենտրոնում անցկացվել է այս մարտարվեստի Կովկասի Գրան-պրի միջազգային մրցույթ
որին Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բուլղարիայի մարզիկների հետ միասին մասնակցել են նաև Մալաթիայի հայորդյաց տան սաները։ Էդվարդ Ոսկանյանը երկրորդ տեղն է զբաղեցրել, 3 մենամարտից 2-ը Էդվարդի հաղթանակով է ավարտվել։ Վերջին մարտը պարտվեցի, սակայն շատ ուրախ եմ, որ երկրորդ տեղն եմ վերցրել այսպիսի մեծ մրցման։ Իմ կարծիքով կարատեն օգնում է, որպեսզի ինքնապաշտպանվես, ավելի ֆիզիկապես բնականանաս։ Մարզիչ Կարեն Ժամկոչյանը վերջերս Լեհաստանում մասնակցել է միջազգային ուսումնական մարզական հավաքի, որին 13 երկրի ներկայացուցիչ է ներկա եղել։ Վերադառնալուց հետո իր փորձն ու գիտելիքն է փոխանցում մարզիկներին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տան բարեկարգ ընդարձակ մարզասրահում մարզիկները հնարավորություն ունեն տիրապետելու այս մարտարվեստին, առողջ ապրելակերպի ու ինքնապաշտպանության հմտություններ ձեռք բերել։